ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը չի պատրաստվում հարձակվել Իրանի վրա։ Բոլոր ինքնաթիռները կշրջվեն եւ կուղևորվեն տուն, միաժամանակ Իրանին ուղղված բարեկամական ինքնաթիռային ալիք հանելով։ Ոչ ոք չի տուժի, հրադադարն ուժի մեջ է, գրել է Թրամփը Truth Social սոցցանցում։ Մեկ այլ գրառմամբ էլ ԱՄՆ նախագահը նշել է, որ Իրանը երբեք չի վերակառուցի իր միջուկային օբյեկտները։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Թրամփին ասել է, որ չի կարող չեղարկել Իրանի դեմ նախատեսված ռազմական պատասխանը Իսրայելի կողմից նոր հայտարարված հրադադարի խախտում իրականացնելու դեպքում։ Ավելի վաղ էլ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելն ու Իրանը խախտել են հրադադարը։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ՄԱԳԱՏԵ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին ողջունել է Իրանի ու Իսրայելի միջև հրադադարը եւ հայտարարել, որ նամակ է գրել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին, առաջարկելով հանդիպում անցկացնել։ Իրանը հայտարարում է, որ գնահատում է իր միջուկային արդյունաբերությանը հասցված վնասը եւ ձեռնարկվել են միջոցառումներ դրա վերականգնման համար։ Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից տարածաշրջանի ապաշրջափակումը կարևորագույն նշանակություն ունի։ Այս մասին հայտարարել է փոխվարչապետ Մեհեր Գրիգորյանը ԵՄ Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի շրջանակում կազմակերպված քննարկման ժամանակ։ Գրիգորյանը նշել է, որ էներգետիկ համակարգի զարգացման հիմնական մարտահրավերը Հայաստանի գլոբալ էներգահաղորդիչ ցանցերին կապված չլինելն է։ Երևանի ավականու որոշմամբ կստեղծվի 1991 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 2025 թվականի Երևանի նախկին թաղային համայնքներին եւ Երևանին պատկանած մանկապարտեզների ու դպրոցների տարածքների օտարման գործընթացները քննող հանձնաժողով։ Նախագիծն ընդունվել է 35 կողմ, 5 դեմ եւ 16 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Ավելի վաղ ավականու քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հայտարարել էր, որ նախորդ 10 ամյակներում մի շարք համայնքային գույքեր, հատկապես մանկապարտեզների տարածքներ օտարվել են եւ հարցի հետ կապված անհրաժեշտ է, որ Երևանի ավականին դիրքորոշում հայտնի։ Հունիսի 23-ին Բաքվի դատարանում հարցաքննվել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։ Հարությունյանը ցուցմունք է տվել Արցախում Քաշաթաղի Քարվաճար շրջաններում վերաբնակեցման ծրագրերի մասին, ինչպես նաև Base Metals, Valex Group, Ղարաբաղ Տելեկոմ ընկերությունների, Արցախ բանկի, Հայաստան համահայկական հիմնադրամի գործունեության վերաբերյալ։ Մեղադրողի հարցերին պատասխանելով նա նշել է, որ ինքը չի տվել Գյանջաքաղաքը ռմբակոծելու հրաման։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ Հարությունյանը իբր նշել է, թե Արցախի բանակը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինված կազմավորում էր։ Ուկրաինայում ռուսական հարվածներից այսօր առնվազն 16 խաղաղ բնակիչ է զոհվել, մոտ 100-ը վիրավորվել։ Ինտենսիվ հարվածները տեղի են ունեցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկին, որի շրջանակներում Զելենսկին պատրաստվում է հանդիպել արևմտյան առաջնորդների, այդ թվում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ըստ դիվանագիտական աղբյուրների Ուկրաինայի նախագահն այդ հանդիպմանը մտադիր է քննարկել Ամերիկայից պաշտպանական զինամթերք գնելու, հատկապես օդային պաշտպանությունը ամրապնդելու հնարավորությունը։ Եվրամիությունն Ադրբեջանին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել բոլոր լրագրողների համար անվտանգ միջավայր ապահովելու համար։ ԵՄ-ին մտահոգել է Աբսազ մեդիայի լրագրողների եւ աշխատակիցների նկատմամբ կիրառված ծանր կալանավորման դատավճիռները, որոնք Եվրամիության գնահատմամբ անհանգստացնող զարգացում են։